2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական ապահովության, սոցիալական նշանակության ծախսերն ավելացնել 9.6%-ով, բայց դա տեղի կունենա ոչ թե կենսաթոշակների ավելացման հաշվին, այլ պետության այլ սոցիալական վճարների, օրինակ կենսաթոշակային կൂട്ടակային ֆոնդերին ուղղված ծախսերի եւ այս շարքը իրականում շարունակելի է այլ վճարների մասով։ Տեսեք, որևէ կերպ չնսեմացնելով այլ ուղղություններում սոցիալական վճարների կարևորությունը, առաջնահերթությունը, այնուամենայնիվ ֆիքսենք, որ համընդհանուր եւ համակարգային լուծում ենթադրող նույն օրինակ կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում։ Պատճառներին իհարկե կանդրադառնանք, բայց այդ պատճառներից առաջին հերթին առնվազն տնտեսական աճը չէ, այսինքն տեսեք 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է 5.4% տնտեսական աճ։ Մեր տնտեսության համար բավական լավ ցուցանիշ, իդեպ շատ ավելի բարձր կանխատեսում, քան օրինակ մի շարք միջազգային կառույցներն են կանխատեսել Հայաստանի տնտեսության տնտեսական աճի վերաբերյալ, այսինքն կանխատեսվում է, որ կլինի տնտեսական աճ, բայց սոցիալական նշանակության ծախսերի աճ, առնվազն համարժեք աճ չի նախատեսվում, իսկ գուցե նաև դրանք որոշակիորեն կրճատվեն։ Այս դիտարկումը իդեպ պատահական չէ։ Բանն այն է, որ 2024 թվականին եւ կարծես նաև այս տարի մենք համանման որոշակի իրավիճակ ունեցել ենք։ Տեսեք, 2024 թվականը եւս բավական տպավորիչ տնտեսական աճով ամփոփեցինք, 5.9% տնտեսական աճ ենք ունեցել։ Թեև դա ավելի վաղ կանխատեսված նախատեսված 7% աճից ցածր ցուցանիշ է, բայց այնուամենայնիվ մեր տնտեսության համար այն բավական լավ ցուցանիշ է։ Ունեցել ենք նաև այդ ժամանակաշրջանում սոցիալական ապահովության ծախսերի աճ, բայց արի ուտես, որ օրինակ միջին կենսաթոշակների ցուցանիշը 2023 թվականի համեմատ կրճատվել է նաև նպաստի միջին ցուցանիշը։ Նորից ֆիքսենք, տնտեսական աճը եղել է, բայց համակարգային եւ համընդհանուր, ասել է թե հանրության լայն շերտերին վերաբերող կարևոր նշանակության սոցիալական ուղղությամբ վճարների մասով մենք ունենք միջինացված ցուցանիշի, սա կարևոր է շեշտել, նվազում։ Որոշակի տվյալներ դուք տեսնում եք ձեր էկրաններին եւ եթե նորից փորձենք հասկանալ թե ինչու, առնվազն այն, որ տնտեսական աճի բացակայությունը չէ պատճառը, դրա մասին խոսեցինք։ Պատճառների թվում կարևոր է ոչ թե տնտեսական աճի լինել-չլինելը, այլ ինչպես շատ այլ ուղղություններում այդ աճի որակական հատկանիշները։ Իսկ մեր տնտեսական աճը առնվազն վերջին տարիներին հատկապես կառուցվածքի առումով ունեն խնդիրներ։ Տնտեսական աճը, տնտեսության աճը ներառական չէ, դա չի վերաբերում կամ պատշաճ համարժեք կերպով չի վերաբերում հանրության լայն շերտերին, որի դրսևորումներից մեկն է ըստ էության հենց այս պատկերն է, ինչի մասին խոսեցինք։ Շարունակելով պատճառների մասին խոսել, չենք կարող շրջանցել մեկ այլ շատ կարևոր խնդիր, դա պետական բյուջեն է եւ բյուջեի վրա ծառացած բազմաթիվ ծախսերը։ Այդ թվում առանձնահատուկ կարևորություն եւ այս պարագայում նշանակություն դերակատարություն ունի պետական պարտքը եւ պետական պարտքի սպասարկման ծախսերը։ Հասկանալի է, որ տարեցտարի ավելացող պետական պարտքը ենթադրում է նաև բյուջեի պարտքի սպասարկման ուղղված ծախսերի ավելացում։ Եվ հասկանալի է, որ այդ սպասարկումը, այդ ծախսերը ուղղված սպասարկումներին, թե մայր գումարների, թե տոկոսագումարների մասով պետք է իրականացվեն այլ ուղղություններում ծախսերի հաշվին։ Եվ չի բացառվում, որ այդ թվում նաև պատճառներից է նաև, որ համակարգային եւ համընդհանուր սոցիալական լուծումներ ենթադրող ուղղություններում ծախսեր չեն ավելանում։ Միջինացված ցուցանիշների հետ կապված մենք ինքներս տարբեր առիթներով, տարբեր ուղղություններում ցուցանիշներ դիտարկելիս նշում ենք հանգամանքը, որ միջինացված ցուցանիշը բոլոր շերտերի վերաբերյալ ամբողջովին եւ օբյեկտիվ պատկեր չի հաղորդում։ Դա այդպես է նաեւ այս ցուցանիշի պարագայում։ Բայց անգամ եթե թողնենք այն հանգամանքը, որ եթե միջինացված ցուցանիշը բացասական տեղաշարժ է ունեցել, դա նշանակում է, որ տարբեր շերտերում տեղի ունեցող փոփոխություններում գերակշռում է հիմնականում բացասական փոփոխությունը, դա անգամ եթե մի կողմ թողնենք, բոլորիս է հայտնի, որ 2024 թվականին օրինակ կենսաթոշակների ավելացում չի եղել։ Այսինքն
օբյեկտիվ գործոնը եւ հանգամանքը, որը որևէ կերպ չենք ուզում շրջանցել, այնուամենայնիվ նշելն է, որ սա միջինացված ցուցանիշ է եւ բոլոր շերտերի վերաբերյալ լիարժեք պատկեր այնուամենայնիվ ցույց չի տալիս։ Մեկ այլ կարևոր հանգամանք, որը գուցե այսպես հակադարձելու եւ ինչու՞ չէ նաեւ գուցե քննադատելու առիթ ստեղծի, դա օրինակ այն է, որ այս նվազեցումները թե կենսաթոշակի միջին չափի, թե նպաստի միջին չափի աննշան նվազեցումներ են։ Նաև գուցե առաջանա հարցադրում, որ օրինակ նույն կենսաթոշակառուների այդ ետ վերադարձը քեշբեքը նույն ինքը եկամուտի ավելացում է, շատ հաճախ նաև ներկայացում է որպես կենսաթոշակի ոչ ուղղակի ավելացում, բարձրացում եւ այլն, այսինքն այդ գործոնները կան, այո, դրանք օբյեկտիվ են, բայց սոցիալական խնդրի տեսանկյունից, հարցի տեսանկյունից որևէ կերպ այդ ամենը կարող է համարժեք կերպով լուծել սոցիալական խնդիր, օրինակ, եթե դիտարկենք եւ զուգահեռենք թանկացումների այն տեմպերը, որոնք այսօր կան։ Սրանք առնվազն պատճառների եւ դրանց պատճառահետևանքային կապի մասին։ Վերադառնալով նույն 2026 թվականին նախատեսվող ցուցանիշները։ Տեսեք, 2026 թվականին կանխատեսվում է 5.4% տնտեսական աճ, նախատեսվում է սոցիալական ապահովության ծախսերի աճ 9.6%-ով, բայց այդպիսին էր իրավիճակը նաեւ 2024 թվականին, ինչպես նշեցինք, նորից կար տնտեսական աճ, կար սոցիալական ապահովության ծախսերի աճ, բայց միջին կենսաթոշակի եւ միջին նպաստի ցուցանիշների մասով ինչպես տեսնում եք, ունենք վատթարացում։ Եվ հետևաբար, այդ նախադեպը հաշվի առնելով, որտեղից երաշխիք կամ որտեղից նախադրյալներ ենթադրելու, որ այս դեպքում այս տպավորիչ կանխատեսվող աճով, սոցիալական ապահովության ծախսերի աճով համակարգային լուծումներ կտրվեն սոցիալական նշանակության ուղղություններում ծախսերի իրականացման համար։ Այս հարցադրումը հատկապես կարևորվում է եւ առավել մեծ մտահոգությունների առիթ է տալիս, նորից կրկնենք, եթե հաշվի ենք առնում եւ զուգահեռ դիտարկում ենք այսօր առաջին անհրաժեշտության ապրանքների բավական մտահոգիչ կերպով արագացող թանկացումների հանգամանքը։